իրական կհաղթահարվի։ Մենք 2025 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում արտագաղթը դադարել է եւ արձանագրվել է ներգաղթ։ 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով ավելին է, քան Հայաստանից հեռացած քաղաքացին է, խոսքը Հայաստանի քաղաքացիների մասին է։ Հենա ներկա մարդիկ կան, որ եկել են արդեն։ Եվ արտագաղթը դադարել է, ժողովուրդ, ներգաղթը սկսվել Հայաստան, եւ ես այդ առիթով շնորհավորում եմ բոլորին։ 2025 թվականին առաջին օրացուցային տարին է, որ մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտի արդյունքում ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Արդեն 2 տարի Հայաստանի սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ ես այս առիթով նույնպես շնորհավորում եմ ձեզ, ժողովուրդ։ Իսկ այսօր ընդդիմադիր պատերազմի եռագլուխ կուսակցությունը սկսել է անուն դրել մեր այս քարտեզին, որ ասում են, ինչ են ասում են փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, Հայաստանի քարտեզն է կպցրել։ Ժողովուրդ ջան, ծովից ծով Հայաստան եւ իրանք իմիջայլոց պատերազմի եռագլուխ կուսակցությունը խոսում է ծովից ծով Հայաստանի մասին։ Ես խոսում եմ իրական Հայաստանի մասին։ Գիտեք իմ ու իրանց տարբերությունը որն է, որ իրանք իրեքնել դղյակներ ունեն Հայաստանի տարածքից դուրս, Եվրոպաներում կղզիներ ունեն այդ մարդիկ եւ այլն։ Նրանք ծովից ծով Հայաստանը նշանակում է պատերազմ։ Այդ մարդիկ մեզ եւ ձեզ ուզում են հրեն պատերազմի հորձանուտը, որպես իրանք թռնեն եւ վայելեն իրանք կղզիները եւ իրանք միլիոնները, որովհետեւ իրական Հայաստանը իրանք թալանածը հատիկ հետ է բերում։ Նրանք իրանք ունեցվածքն են ուզում փրկեն, որովհետեւ նրանց ունեցվածքի փրկվելու ճանապարհը Հայաստան պետության չլինելն է։ Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանի տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Եվ ես ձեզ ասում եմ, մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանին սարի գլխին սարքած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես Փեսայի տունը արդեն սեփականություն է, Գուլոյանի $2.5 միլիոն արժողությամբ։ Ես ասում եմ, Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոչ որ 2 բոթասից սկսել են, 2 բոթասել, ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ։ Այդ մարդիկ տզրուկի նման կպածեն Հայաստանի օրգանիզմին։ Այդ մարդիկ կասկեղ են։ Մենք 8 տարի բուժում եւ քիմիոթերապիա ենք անում, հատիկ վերադարձնելով։ Եկել է ֆունդամենտալ, այսինքն վիրահատական լուծման ճանապարհը, վիրահատական եղանակով 2026 թվականի հունիսի 7-ին մենք այդ եռամետաստազ ուռուցքը Հայաստանի մարմնից պետք է հեռացնենք իրար հետ, ժողովրդով, քվեարկությամբ։ Ընդ որում, գիտեմ, որ սենց բաներ եմ ասում, շատեր ասում են, բա միջև հիմա ինչի չի արվել։